Պարոն պարոն Ավետիսյան, պարոն Տիկին Իսայան ներողություն եմ խնդրում, շարունակելով խոսել նախընտրական թեզերի մասին, առաջարկ Հայաստան ծրագրի մասին խոսեց արդեն պարոն Սուրենյանցը եւ այստեղ առանձնացրեց 3 կարևորագույն ուղղություններ, որոնցով որ առաջարկ Հայաստանը ներկայացնում է, ես կուզենամ մի փոքր այսպես կենտրոնանանք հատկապես համերաշխության վրա, հանրային համերաշխության վրա, որովհետև մեր բանախոսներից յուրաքանչյուրն էլ իր խոսքում կարևորեց հանրային համերաշխությունը, որովհետև 2018 թվականից հետո մենք տեսել ենք, թե ինչպես է մեր հասարակության տարբեր շերտերի միջև ջրբաժան անցկացվել եւ այդ ջրբաժանը շարունակում է խորանալ։ Եթե որևէ բաժանում մոռացության է տրվում, անպայման շրջանառության մեջ է դրվում երկրորդը, երրորդը, չորրորդը, որովհետեւ այսպես խարխլված, քանդված հասարակությունը շատ ավելի հեշտ է այս իշխանությունների համար կառավարելը։ Հիմա հանրային համերաշխության ինչպես պետք է հասնել։ Շնորհակալություն, նախ թույլ տվեք սկզբից շնորհակալություն հայտնեմ այս քննարկման ձևաչափի համար, որովհետև սա էլ մի քայլ է հունիսի 7-ին մեր հայրենակիցներին ճիշտ կողմնորոշելու եւ նմանատիպ քննարկումներով, այո, ապատիկ մասային եւս դեպի ընտրության օր իրենց իսկ քվեով մասնակիցը դարձնելու համար այդ առումով շնորհակալություն։ Ինչ վերաբերվում է առհասարակ մեր նախընտրական ծրագրին, Անվանումը ինքնին այս ամիսների ընթացքում եկել է ապացուցելու մի բան, որ մեր թիմի համար կարևոր է եղել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր առաջարկը ունենա մեր ծրագրում, այսինքն այս ձևաչափը հենց այնպես չի ընտրվել է նաև այն իմաստով, որ յուրաքանչյուրը տեսնի, որ իր բարձրացրած հարցը, իր կողմից խնդիրների լուծման առաջարկը կա այս ծրագրում, կլինի դա երիտասարդ ուսանող, կլինի գյուղացի, կլինի փորձառու անվանի մասնագետ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս առումով առաջնային առանցքային դրույթ որպես գաղափար առաջարկ Հայաստանին ծրագրում հենց այդ կարևոր գաղափարն է եղել, որ յուրաքանչյուրը իր առաջարկը տեսնի եւ արտացոլվի այս ծրագրում։ Ինչ վերաբերվում է ներքին համերաշխության եւ ազգային միասնության թեզին, ապա այո, առնվազն 2020 թվականից հետո կարծում եմ Գագիկ Ծառուկյանի եւ մեր թիմի բոլոր գործողությունների եւ քայլերի հիմքում հենց այս գաղափարն է եղել այդպես անկյունակարային, ինչու, որովհետեւ շատ դժվար է նախ որևէ գործունեություն ծավալել ու ապրել այն միջավայրում, որում մենք իրականում այս օրերին էլ ապրում ենք։ Էլ չեմ խոսում այդ շրջանակներում խոսել այն մասին, որ մեր քաղաքացիները հիասթափված են շատերից եւ այդպես դժվարությամբ է իրենց հասնում այն միտքը, որ պետք է գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Հետեւաբար այս ամիսների ընթացքում, տարիների ընթացքում մեր թիմը ամեն կերպ յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում հենց դրել է ներքին համերաշխության եւ ազգային միասնության գաղափարը եւ ցույց տվել, որ միայն այդ տարբերակներով է հնարավոր հասնել որևէ լուրջ արդյունքի։ Եթե միասնականություն չեղավ, չի ձևավորվի ոչինչ եւ արդյունքը, վերջնարդյունքը վստահաբար չի գոհացնի նաեւ մեր հայրենակիցներին, մեր հանրապետության քաղաքացիներին։ Ինչ վերաբերվում է ազգային ինքնության մասով, քննարկման սկզբում դուք այդ մասին խոսեցիք, կանխոս բանախոսները մանրամասն այդ հատվածով իրենց առաջարկների մասին խոսեցին, բայց ես մի կարևոր բան ուզում եմ այստեղ հիշենք եւ մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ այդ մասին հիշեցնենք, որ ազգային ինքնությունը մենք չենք կարող ջնջել, այդպես մոռանալ պաշտոնանկությունների միջոցով, մենք չենք կարող մեր պատմությունը վերափոխել, վերաձևակերպել մեր հարմար տեսանկյունից, ինչ է թե միայն, որ մենք այս ընտրություններում կարողանանք ունենալ, չգիտեմ, այն արդյունքները, որը սպասում են։ Հետևաբար մեր թիմի կողմից շարունակում է այդպես առաջնային մնալ, որ մենք պիտի մեր ազգային ինքնության շահերը
պաշտպանենք եւ ներկայացնենք եւ հակառակ պաշտոնանկությունների եւ տարատեսակ լրացնող զսպող մեխանիզմներին ել ավելի ամուր կարճենք եւ ել ավելի բարձրագործ փորձենք այդ մասին մեր ծրագրային դրույթներում ներառել եւ խոսել, ներկայացնել մեր պատմությունը, ինչի չէ նոր սերնդին եւ այդպես շարունակ։ Քանզի այնինչ կատարվում է Հայաստանում, դրան զուգահեռ մենք տեսնում ենք մեր երկրում այդ փորձագետները բարձրաձայնում են, որ օրինակ ադրբեջանական պետական լրատվամիջոցը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնել որպես պատմական հող, արևմտյան Ադրբեջան, այսինքն այս եզրույթները կան։ Եվ այդտեղից եթե վերադառնանք այս խաղաղության, իրական խաղաղության, առաջարկվող կոնցեպտին, ինչու ենք մենք առաջարկում երաշխավորված խաղաղության հայեցակարգը, պարոն Սուրենյանց դրա մասին երկար խոսեց, ես պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնանք այս հայեցակարգին այն իմաստով, որ այո, չկա մեր երկրում որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական գործիչ, որևէ հանրային գործիչ, որը ուզում է պատերազմ, եւ մենք ընդդիմության ներկայացուցիչների առաջնային անելիքը պետք է լինի նաև այն, որ որևէ պարագայում թույլ չտալ հունիսի 7-ը ներկայացնել խաղաղության եւ պատերազմի ընտրություն։ Սա դրա մասին չէ։ Սա ընտրություն է հետպատերազմյան Հայաստանի վերականգնման եւ ապագայի կառուցման ամբողջական մոտեցման մասին։ Եվ հենց առաջարկ Հայաստանի ծրագրի կարևորագույն այդպես դրույթը մենք դրել ենք հենց այս գաղափարը եւ պետք է կարողանանք այս ընթացքում նաեւ այնպես անել, որ այդ ներքին համերաշխության, ազգային ինքնության պահպանության, երաշխավորված խաղաղության, այս կոնցեպտը ոչ թե առաջատար գաղափար լինի միայն Հայաստանում, այլ նաև հայկական աշխարհում։ Հասկանալի է, որ հունիսի 7-ին ընտրություն պիտի կատարեն Հայաստանաբնակ մեր հայրենակիցները, բայց այս մոտեցումը, եթե չեղավ ընդհանուր հայկական աշխարհում քննարկման առարկա, ապա վտանգները, անխոս ռիսկերը արդեն իսկ նկատելի դառնում են։ Ինչ վերաբերվում է այլ ծրագրային դրույթներին, նախ արդեն իսկ մեր թիմի կողմից հրապարակված մի քանի ծրագրային դրույթներ կան, որոնք այս պահին էլ իմ ձեռքին են, այսպես պատրաստված եմ եկել, բայց պարզեջ չհարաշահելով ժամանակը, փորձեմ այդպես ընդհանրական անդրադառնալ, երաշխավորված խաղաղության հայեցակարգը հրապարակայնացրել ենք, երիտասարդության ոլորտին առնչվող բոլոր խնդիրները եւ առաջարկող լուծումները, որը հենց երիտասարդների կողմից է եղել, եւս հանրության դատին է ներկայացված, հանրության դատին է ներկայացված նաեւ նոր տնտեսական քաղաքականության եւ արդյունաբերության մոդելը, որը իդեպ սույն թվականի մարտի 14-ին նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնության շրջանակներում իմ գործընկեր Միքայել Մելքումյանը ներկայացրեց այդ հայեցակարգում 10 առաջնահերթ քայլերը, որոնք եթե թույլ կտաք, ես այսպես հպանցիկ կներկայացնեմ, մասնավորապես 10 մարզ հարկերից ազատված տարծ արդյունաբերական գոտիներ, ներդրումների աջակցության 1 պատուհան էս ծրագրի անհապաղ գործարկումը, առաջիկա 2 տարիների ընթացքում փուլային տարբերակով նվազագույն աշխատավարձի բարձրացումը 75,000-ից 120,000 դրամի, այստեղ հիմքը դրված է այն հանգամանքը, որ միջին աշխատավարձը մեր երկրում 300,000 դրամն է եւ նվազագույն աշխատավարձը միջազգային պրակտիկայի պետք է կազմի միջին աշխատավարձի 40%-ը եւ այն ինչ ես հիմա թվարկում եմ, ուզում եմ մեր հայրենակիցներին էլ ներկայացնել, որ իրատեսական են, հաշվարկները բոլոր կատարված են եւ որևէ մեկը այսպես թող չփորձի ներկայացնել դրանք որպես նախընտրական քարոզչության կամ պոպուլիստական քայլեր։ Թոշակների եւ աշխատավարձերը ֆիքսված են, որ պետք է գնաճից առաջանցիկ ինդեքսավորվեն եւ ավելանան, ավելին ֆիքսել ենք, որ նվազագույն թոշակը պետք է կազմի 82,000 դրամ եւ այն չպետք է ցածր լինի նվազագույն կենսապահովման զամբյուղից,
Փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկը ֆիքսվել է ըստ մեր առաջարկի պետք է սահմանվի 1%, քանի որ այստեղ էլ այս տարիների ընթացքում ՓՄԾ ներկայացուցիչների կողմից բազմաթիվ խնդիրներ են առաջացել, տարեսկզբին էլ շրջանառության հարկը կրկնապատկվել է, բազմաթիվ դժվար իրավիճակի առջև են կանգնել, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները պետք է իջեցվեն 10%-ով, 2026 թվականի դրությամբ սահմանված գույքահարկի դրույքաչափը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ, մինչև 3 միլիոն դրամ վարկեր ունեցող մեր համաքաղաքացիների համար տույժ եւ տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում ամնիստիա, մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսությունների բերքի մթերման եւ իրացման նախնական պայմանագրերի կնքում եւ նաեւ պետական աջակցությամբ բոլոր մարզերում սառնարանային, պահեստային եւ տարայավորման այդ տնտեսությունների ձևավորում եւ վերջին կետով ֆիքսել ենք բարձրագույն կրթությունը պետք է լինի Հայաստանում անվճար, դարձյալ միջազգային փորձը հաշվի առնելով նաեւ այն ֆինանսական բեռը, որը ըստ երևույթին պետք է պետությունը իր վրա վերցնի, որը եւս իրատեսական է եւ տարածաշրջանում էլ Վրաստանի Հանրապետությունը օրինակ անցել է այդ ռեժիմին, այսինքն այստեղ թվարկված այս 10 առաջնահերթ քայլերից զատ հունիսի 7-ին ընտրություններին ներկայացող ընդդիմությունը առաջին հակադրությունը ըստիս պետք է լինի այն, որ ինչ ներկայացնում է մեր հայրենակիցներին, պիտի լինեն այդպես համակարգային մոտեցմամբ եւ լավագույնս հաշվարկված, որ իրական կյանքում դրանք լինեն իրատեսական։ Հակառակ պարագայում, տեսեք, մենք երբեմն խնդիրների մասին անխոս բոլորս գիտենք, բոլորիս շփումներում մեր հայրենակիցները բարձրաձայնում են, բայց միշտ չի, որ կաբինետներում մշակվող այս նախընտրական ծրագրերը իրական կյանքում հնարավոր է լինում կյանքի կոչել։ Եվ հայեցակարգերի առումով կուզենայի ձեր թույլտվությամբ նշել նաև մեկը, առաջիկայում մեր թիմը հանդես կգա նաև Գյումրու զարգացման հայեցակարգով, որը ամբողջովին նոր կոնցեպտով է լինելու եւ նոր մոտեցում է լինելու եւ այս տարիներ շարունակ կուտակված խնդիրներին փորձելու ենք այդ անվերջ չլուծվող խնդիրներին վերջնական լուծումներ տալ։ Անխոս շատ դրույթներ այս պահին բաց թողեցինք, որոնք առաջիկայում ամենատարբեր ձևաչափերով կհանրայնացվեն, քննարկումներ կիրականացվեն եւ կիրազեկվեն, բայց նորից վերադառնալով խոսքի սկզբին, թերևս այս ծրագրերը իրականության մեջ չենք կարող կիրառելի դարձնել, եթե մենք չունենք մեր երկրում այն ներքին համերաշխության միջավայրը, որտեղ կարող ենք մեր պետությունը զարգացնել, ել ավելի հեռանկարային դարձնել։ Օրինակ երիտասարդական ոլորտին ուղղված մեր առաջարկների ծրագրում երիտասարդները, ովքեր շատ փորձառություն չունեն, Տիկին Վարդանյան, բայց ունեն շատ լավ գաղափարներ, շատ լավ առաջարկներ Հայաստանին եւ որոնք միտված են Հայաստանի զարգացմանն ու իրենց հետագա այսպես ապրելուն Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար մենք պիտի կարողանանք համատեղել ապահովելով երաշխավորված խաղաղություն, այնպիսի տնտեսական քաղաքականության մոդել, որ նաև մեր երիտասարդներին, մեր հայրենակիցներին այդպես հնարավորություն տա երկրում իրենց գործունեությունը շարունակեն։ Շնորհակալություն Տիկին Իսայան, շատ կարևոր հանգամանք եք նշում, դա ծրագրեր կազմելու ժամանակ ներառականությունն է, այսինքն երբ դու կարողանում ես ծրագրում ընդգրկել այնպիսի դրույթներ, որոնք որ հենց անմիջապես հանրության հետ քննարկումների արդյունքում են լինում եւ նաեւ մեր այս հարթակը հենց դրան ուղղված է, երբ որ բարձրացվում են, հնչեցվում են գաղափարներ եւ այդ գաղափարները չեն կորչում եւ այդ գաղափարները իրենց մարմնավորումն են ստանում տարբեր ծրագրերում եւ ես կարծում եմ դա մեր հասարակության համար շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է Գյումրու հետ կապված ձեր դիտարկումը։ Այսօր ես ազգային ժողովում Շիրակի մարզի գյուղերից մեկի աշակերտների հետ էի հանդիպել
եւ շատ հետաքրքիր էր, որ աշակերտները հենց այդ հարցը բարձրացնում էին, թե իսկ ինչ են առաջարկելու կուսակցությունները Գյումրու համար, որովհետեւ 1988 թվականից հետո Գյումրին մեզ համար եղել է շատ կարևոր, բայց միևնույն ժամանակ չլուծված խնդիրներով քաղաք եւ հետեւաբար մենք ի վերջո պետք է հասնենք մի օր այն աստիճանի եւ Գյումրու մասին խոսենք միայն զարգացման կտրվածքով եւ ոչ թե խնդիրները վերացնելու, հետևանքները վերացնելու կտրվածքով։ Ես եթե աշակերտները հետևում են մեր քննարկմանը, ուզում եմ ասել, որ սիրելի աշակերտներ, այո, քաղաքական հենց Գյումրու հետ կապված։ Շնորհակալություն, հիմա մենք վերադառնալով էլի նախընտրական թեզերին, պետք է խնդրեմ, որպեսզի պարոն Մալխասյան միասին խոսենք ընտրությունների մասնակցության հետ կապված։